Պարոն Խաչատրյան, այսօր Հայաստան է եկել եվրոպացի պաշտոնյան, բարձր հանձնակատար Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ մենք մշտապես այս ընթացքում խոսում ենք, թե ինչպես ենք մեր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու եւ նրանք արդեն տեսեք ինչ են մեզ խոստանում։ Ասում է ֆոն դեր Լայենը, մենք կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա եւ դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա 450 միլիոն սպառողների։ Էլ ինչից ենք մենք դժգոհում, պարոն Խաչատրյան։ Համեստություն արել Տիկին ֆոն դեր Լայենը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ասում էր Կար-Սախալքալակ երկաթուղին բացելուց հետո 7 միլիարդանոց շուկա է Հայաստանի համար բացվում։ Մենք այս իշխանություններին այս քանի տարիների ընթացքում ի թիվս այլ հարցերի քննադատում ենք նաև նրանում, որ իրենք տնտեսական կախվածությունը մեկ գործընկերոջից հասցրել են կատաստրոֆիկ մակարդակին։ Մեր արտահանումների կամ տնտեսական այդ նկարած աճի հիմնական գործոնը դրանք արտահանումներն են եւ ներմուծումներն էին, որովհետեւ վերարտահանման խնդիր կա ԵԱՏՄ-ից, իսկ ավելի կոնկրետ Ռուսաստանի Դաշնությունից։ Այսինքն այս քայլերը պետք է ավելի շուտ արվեր, որպեսզի այսօր մեր հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվողները չտուժեին, որովհետեւ իրենք օգնությունը կտան, բայց ծիրանը չի կարող այդքան սպասել։ Ծիրանը փչանում է։ Լոլիկն էլ արդեն խնդիր։ Այսինքն ծիրան ուղղակի փոխաբերական եմ ասում, որպես պրոնուս Արմենիա կա, այսինքն լոլիկը, ելակը, հեսա դեղցն է գալու, հետո խաղողի խնդիր է գալու, ավելին ասեմ, եթե ալկոհոլային խմիչքների վրա էլ սահմանափակում լինի։ Կներեք, այդ առումով տեսեք ինչ է ասում է Եվրոպայի դռները Հայաստանի համար 99%-ով թարմ գումմթեքի համար եւ 90%-ով ձեր խմիչքների եւ ոգելից խմիչքների արտահանման համար բաց են։ Նայեք, թե արտադրողները, աճացնողները եւ թե արտահանողները եվրոպական շուկայի տեղը գիտեին, Բրյուսելի տեղը գիտեին, Լոնդոնի, Փարիզի, Պեկինի, Վաշինգտոնի տեղը գիտեին, բայց եթե իրանք տանում են իրենց ապրանքը Ռուսաստան, նշանակում է ավելի իրենց համար ձեռնտու էր արտանել Ռուսաստան, որովհետեւ ապրանքը ինչ որ մի շուկայում վաճառելու համար դու շատ երկար ժամանակ պիտի աշխատես, որպեսզի օրինակ, չգիտեմ, բելգիացի, հոլանդացի, կիպրացի սպառողը ճանաչի եւ ցանկանա գնել հայկական արտադրանքը դա մի քանի օրում չի արվում այսինքն այդ մարդիկ ովքեր այսօր արտադրել են աճացել են իրենք այսօր են տուժում նրանից բացի ինքը կարծեմ այս տարվա համար խոսում էր 50 միլիոն եվրոյի մասին բայց մեր արտահանումները դեպի ԵԱՏՄ դեպի Ռուսաստան միլիարդից ավել են բա մնացած գումարը ինչ է լինելու բայց կրկնում եմ նույնիսկ եթե քաղաքական լծակներ օգտագործվեն Հայկական ապրանքի գյուղամթերքի համար պտուղ բանջարեղենի համար կանաչ լույս վառվի եւ աչքերը փակեն ավրա որ մեր տեխնիկական ստանդարտներին չի բավարարում մեր արտադրանքը հիմա այդ ապրանքը պետքա գնա ընդհանրեն գնաց Փարիզ լավ ընդհանրեն Ֆրանսիայի նախագահան հրավիրեց իր մոտ Carrefour-ի, Tesco-ի, Lidl-ի տնօրեններին եւ ասեց հայկական ապրանքի համար տվեք դարակներ ֆուկաներում, դեր սուպերմարկետներում, որ վաճառվեն։ Այդ մարդիկ պետքա գան եւ ցանկանան գնեն, իմ ասածը դրանում է կա։ Կան այսօր դու որ ինչ որ մի բուր ծիրան արտահանում ես, դա չի նշանակում մեկը պետքա գնի։ Սպառողները տեղյակ չեն, մեր հիմնական արտահանումները դեպի Եվրոպական միություն։ Դրանք էթնիկ շուկայի համար էին նախատեսված։ Ես ինքս այս ամբիոնից բազմաթիվ անգամներ ասել եմ, էթնիկ շուկայի համար նախատեսված քայլեր պետք է ձեռնարկվեին, որպեսզի ֆրանսիացին ցանկանա գնել, ոչ թե ֆրանսիահայը մենակ։ Ոչ մի բան չեն արել, դանակ ասել է ոսկորին, հիմա ասում են 50 միլիոն ինչ որ օգուտ, ինչ որ մի բան, դա ուղղակի աչքակապություն է իշխանությունների կողմից։ Լուրջ խնդիրներ են լինելու։ Հիմա մյուս խնդիրը վառելիքի հետ կապված։ Հիմա Ուկրաինայի եւ Մոլդովայի օրենքով կարող ենք, եթե Ռուսաստանը գազը թանկացնի, կարող ենք փոխհատուցել այդ որն է, այսինքն փողը տան, թե նոր գիծ քաշեն գազը, ինչ կարող են անել։ Հիմա եթե դու ծիրանը կարող ես կամ գոնե ցույց տաս, թե կարող ես մի տոննա դնես ինքնաթիռ եւ տանես Սինգապուրում վաճառելու, գազը չես կարող դնես ինքնաթիռ եւ բերես Երևան։ Որտեղից են այդ գազը գնելու։ Խողովակը որտեղով է անցնելու, ինչ կարծում եմ, որ Ադրբեջանից կարող են գազ գնել, Ադրբեջանը Եվրոպային էներգետիկ շանտաժի է ենթարկնում։
ենթարկում։ Հիմա պատկերացրեք Հայաստանը ինչ կախվածության մեջ կգտնվի Ադրբեջանից, եթե հանկարծ ադրբեջանական գազ Հայաստանը սկսի առնել։ Այսինքն Ռուսաստանի կախվածությունից ուզում են դուրս գան, թշնամի Ադրբեջանի կախվածության տակ ընկնեն։ Հիմա Եվրոպան ունի իր քաղաքական խնդիրները։ Իրենք այսօր Ռուսաստանի հետ հարցեր ունեն, բայց դա չի նշանակում, որ պետք է մեր հաշվին այդ հարցերը լուծվեն։ Մենք նաև միշտ ասում ենք վատագույնը, որը կարող է լինել, երբ Հայաստանը դառնա Եվրոպա-Ռուսաստան մեծ խաղի ուղղակի պեշկա, զինվոր, մանրադրամ այդ մեծ առևտրի։ Դրան բերեցին, հասցրեցին այս վիճակը։ Հայաստանը միշտ կարողացել էր գոհատևել, որովհետև կարողացել էր իր հարաբերությունները կառուցել եւ սկզբունքից ելնելով։ Այսօր գնաց կամ։ Պարոն Խաչատրյան, Եվ դրանից բացի հիմա ասում ենք Ուկրաինային եւ Մոլդովային կաջակցենք։ Հիմա ինչ այդ ամբողջ գումարը, որը Հայաստանը վճարում է, թե այն գազը 160-ից դառնա 700, այդ ամբողջ տարբերությունը փոխհատուցելու են։ Եվ դրանից բացի էներգետիկ ոլորտը մի մոռացեք, միայն գազը չի, բաղադրամականի հարցը ինչ են անելու։ Պարոն Խաչատրյան, հիմա ֆոն դեր Լայենին, որ լսում ենք, տպավորություն է, որ եկել է փրկի մեր տնտեսությունը, բայց երեք Փաշինյանը զանգահարել է Ռուսաստանի վարչապետին եւ քննարկել են նաեւ ըստ հաղորդագրությունների առևտրատնտեսական, հայ-ռուսական առևտրատնտեսական կապեր։ Նախ դուք ինչ եք մտածում, ինչ կար այդ խոսակցության այսպես ոչ հրապարակային մասում, ինչու է Պուտինը չի շտապում շնորհավորել, Փաշինյանը խոստացել էր հունիսի կեսին գնալ Մոսկվա հանդիպել եւ հիմա քանի որ շնորհավորանք չկա, հանդիպումներ չկա, ինչպես ասում են, Փաշինյանն է փորձում կապեր հաստատել, ինչ առևտրատնտեսական հարցեր կարող են քննարկած եղել, նույնիսկ ապրանքների հարցը արտահանման հետ կապված։ Նախ ըստ օդում կախված լուրերի եւ մամուլի հրապարակումների փորձ է կատարվել խոսել Ռուսաստանի նախագահի հետ, Ռուսաստանի նախագահն չի համաձայնվել, Փաշինյանը խոսել է վարչապետի հետ։ Կարծեմ Փաշինյանը ինքը վերջ-վերջո տեսնում է, որ մենք դեպի ինչ տնտեսական աղետի ենք գնում, գոնե կարճաժամկետ կտրվածքով եւ փորձ արել ինչ-որ հարցեր մեղմել, որովհետեւ ուզում ճիշտ հասկանանք։ Հայաստան-Ռուսաստան առևտրաարդյունաբերական կապերը մենական չի, որ Ռուսաստանից մենք գնում ենք մեր նպատակների համար, կամ մենք վաճառում ենք Ռուսաստանին, այն ինչ որ մենք ենք արտադրել։ Այստեղ մի մոռացեք, որ կա նաև ռեէքսպորտ ռեիմպորտի խնդիրը կա, այսինքն եթե կտրվի այդ կապը, մենք ոչ թե միայն այդ ծիրանի, ելակի, լոլիկի, դեղցի եւ կոնյակի արտանումների չափով ենք տուժելու կամ գազ ներմուծումների չափով ենք տուժելու։ Եթե նայենք օրինակ մեր պետական եկամուտների կոմիտեի թվերը, ամենամեծ ապրանքը, որը արտահանվել է Ռուսաստան, բջջային հեռախոսներն են, նաև դա է կտրվելու, ոսկու ներմուծում արտահանումն է կտրվելու։ Քավլից ես չեմ ուզում ասեմ, որ որևէ մեկը պետք է միշտ մի առևտրային գործընկերից կախված լինի, առևտրային գործընկերոջից, ոչ, դա ռիսկային է, որովհետև երբ ռուս-ուկրաինական պատերազմը սկսվեց, ռուբլին 6 դրամից դարձավ 3 դրամ մի կարճ ժամանակ, մինչև ռուսները սկսեցին գազը ռուբլիով վաճառել։ Հիմա ինչ որ մի գործոնի փոփոխություն կարող է տնտեսության վրա էական ազդեցություն ունենալ, այսինքն մեր արտանումները դեպի Ռուսաստան թանկեցին, Ռուսաստանից եկած փողը դրամային արտահայտությամբ կրկնակի կրճատվեց, բայց այս ամեն ինչը պետք է լիներ խելամիտ, մտածված եւ երկարաժամկետ։ Ինչն էր Հայաստանին խանգարում, կրկնում եմ, դեպի Եվրոպա գնալու առևտուրը, այսինքն ապրանքները Եվրոպա արտանելուն միտված գործուն քայլեր ձեռնարկել։ Ոչ մի բան չեն արել։ Փորձեցին ինչ-որ կատակի տալ, լավ, հա դե լավ, ծիրանը չեն կարտանի Եվրոպա, ֆրանսիացիները կգան Հայաստանում այդ ծիրանը կուտեն։ Կամ մենք շատ կարտանենք Ֆրանսիա, որ պետքա զանգենք մեր ծանոթներին, ասենք Փարիզից մեր կա ծիրան ուղարկի, համը չմոռանանք։ Եկան, արտահանեցին, կատարյալ ձախողում է եւ հիմա եվրոպացիները փորձում են ինչ-որ մի կերպ Փաշինյանին ոչ թե գործնականում փրկեն Հայաստանի տնտեսությունն, այլ քաղաքական այս թրջված իմիջը մի քիչ ավելի պայծառացնեն, փայլեցնեն։ Երբ որ Հայաստան եկավ Զելենսկին, դրանից հետո անմիջապես սկսեցին սահմանափակումներ իրականացնել Ռուսաստանը ներքև մտերքի հետ կապված։ Այս պաշտոնների այցից հետո դուք կարծում եք էլի կլինի նման բան, որովհետև ակնհայտ է այդ քաղաքական ենթատեքստը։ Ես որևէ բան չեմ կարող բացառել։
Բայց հիմա մանավանդ իշխանության ներկայացուցիչներն ասում են, այ տեսեք, մենք գնում ենք դեպի Եվրոպա, դրա համար ընտրություններ կային եւ հիմա Ռուսաստանը փորձում է սահմանափակումներով որոշ քաղաքական ուժերին աջակցություն տրամադրել, բայց դասը դանում չի, ընտրություններից անմիջապես առաջ եղան այն իրադարձությունները, մասնավորապես Զելենսկու հայտարարությունը կամ օրինակ երկրներից մի քանիսի հետ ռազմավարական համագործակցության պայմանագրերի կնքումը, որոնք բնականաբար չէին կարող Ռուսաստանի կողմից հակազդեցության չանդրադառնալ։ Այսինքն կրկնում եմ, բայց կրկնեմ նորից մեկ անգամ, լավ, Հայաստանը դարձավ երկու տիտանների բախման թատերաբեմ։ Դրանից պետք էր խուսափել, բայց ընդհակառակը բերեցին, կնե տիտանները կռվում են հիմա Երևանում, Հայաստանում, Ուկրաինայից բացի նաև այս ամեն ինչը տեղափոխվում է Երևան։ Ով է տուժելու, մենք ենք տուժել։ Իսկ հնարավոր է ամեն դեպքում որոշակի սանկցիաներ։ Ես չեմ